Քաղցկեղով երեխաների ծնողները բացառիկ են, շատ ուժեղ են ու հասնում են այդ հոգևորին։ Ես շատ ուրախ եմ եղել, որ իմ Գաբրիելան երբեք ոչ մեկի մոտ չի ասել ես հիվանդ եմ։ Ինքը ասել է ես բուժվում եմ։ Վերջում մեզ ասեց մամ, պապ, կօգնեք երեխաներին։ Ու երբ որ ես եկա ամուսնուս ասեցի սենց բան, ասեց վերջ, ուրեմն մենք կառուցում ենք մի համալիր ու դառնում ենք այդ երեխաների օգնող ձեռքը, ուժը։ Պապին ասում էր մամ, այնտեղ ցավ չկա, չտխրես, մի տխրի։ Մենք մեր երեխուն աշխարհի ամենալավ տեղն ենք ուղարկել, մենք էլ պետք է ուրախանանք։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ապա անպայման դա արեք, որովհետև վերջին շրջանում շատ եմ տեսնում, որ այն մարդիկ, ովքեր դիտում են մեր հաղորդումը, դեռ չեն բաժանորդագրվել, ուղղակի դիտում են։ Այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ Վարդուհուն, նրան երևի շատերդ արդեն գիտեք, նա բոլորիս կողմից արդեն շատ սիրված եւ ճանաչված Գաբրիելայի մեր փոքրիկ Գաբիի մայրիկն է։ Բարև Վարդի ջան։ Բարև, Ես ուզում եմ, որ մեր այսօրվա զրույցը լինի այնքան լուսավոր ու պայծառ, ինչքան որ Գաբրիելան է եղել։ Ես իհարկե պիտի խոստովանեմ, որ ինձ համար հեշտ չի զրուցելը, որովհետև ես ինքս էլ շատ էմոցիոնալ եմ, շատ ուշադիր հետևել եմ այն ողջ ընթացքին, որի միջով դուք անցել եք, եւ չեմ գրել, չենք շփվել, բայց հաստատ այն շատ մարդկանցից մեկն եմ, որ ամեն ինչին մանրակրկիտ հետևել է եւ տեղյակ է ձեր ամեն ինչից։ Երբ մտածում էի զրույցի մասին, մինչեւ այս մեր հանդիպումը շատ եմ մտածել եւ պիտի խոստովանեմ, որ նույնիսկ երբեմն խուսափել եմ, որովհետեւ դժվար է։ Ինձ համար էլ է դժվար, բայց ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնց հետ պիտի անպայման խոսել։ Ինձ հաճախ են ասում, որ իմ հաղորդումները տխուր են, բայց ես այդ կարծիքին չեմ, դրանք ոչ թե տխուր են, այլ վերցված են կյանքից։ Եվ կարծում եմ, որ այսօր էլ հենց այդպիսի մի դեպք է եւ առիթ, որ մենք խոսենք մեր կյանքից եւ այն լուսավոր հետքից, որը թողել է Գաբին։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Աննա ջան, քանի որ ձեր հաղորդման ֆորմատը տարբերվում է, կարող է մեր հարցազրույցն էլ տարբերվի, ինչի, որովհետև Գաբի կյանքը տխուր չի եղել։ Ու միգուցե եւ մենք այսօր բացահայտենք Գաբի ուրախությունն ու որտեղ փաստը երկրային կյանքում տխուր է, բայց երկնայինում շատ պայծառ ու լուսավոր պատմություն է ինքը ինձ համար ու կփորձեմ այսօր ներկայացնել ու չհուզվել։ Ես փորձեմ։ Եկեք փորձենք, բայց անգամ եթե հուզվենք, դա էլ նորմալ է, որովհետև մենք բոլորս մարդիկ ենք։ Չգիտեմ։ Գիտեք, ես ասում եմ, ես տխուր եմ, բայց իմ հոգին ցնծում է։ Անկեղծ եմ ասում, ես կարող եմ լինել շատ տխուր, բայց իմ հոգում երաժշտություն կա։ Սենց այն մի հատ շարժում կա իր մեջ։ Ինչքան էլ իմ մարմինն ու ֆիզիկականը տկարանա այս ամեն ինչի հետ կապված, բայց մեկ աստեղ ես շատ ուժեղ էմոցիաներ ունեմ դրական։ Ինչից է դա գալիս։ Ես կարծում եմ դա գալիս է ներքին համերաշխությունից եւ դա գալիս է այն գիտակցական աստիճանին, որին որ ես հասնում եմ ամեն օրով։ Ես ամեն օրով ինչ որ իմ մեջ բացահայտում եմ, ունենում, որ չէ, էս էլ է լավ, սա էլ է լավ, ու ինքը անվերջ զգացում է։ Ու Գաբի հետ կապված էլ եմ ասում, մարմինս տկար է, բայց ներսս
չեք պատկերացնի ինչա, ոնց որ նկարիչը երբ որ տարերքի մեջ նկարում է, չէ, կամ գրողը գրում է, այդտենց ոնց որ ինքը իր մեջ ինչ որ բաներ է անում ու մենք շատ ենք ծիծաղել, հասկանաք, ահա որ ֆանտաստիկ, ուրախ օրեր ենք ունեցել ու դա եմ հիշում անընդհատ։ Ես տեսել եմ շատ նյութեր, տեսանյութեր, որտեղ դուք այո, Գաբիի հետ խաղում եք, երգում եք, պարում եք։ Ինձ մի բան է հետաքրքիր, այդ ընթացքում, այդ լուսավորությունը իրենից էր գալիս, թե ձեզնից էր գալիս։ Որտեվ դժվար է, երբ որ դու ունես արդեն ինչ որ ախտորոշում, որը որ գիտես, որ շատ քչերն են դրանից փրկվում, բայց կարողանում ես երեխայի համար կամ երեխան ձեր համար, չգիտեմ, այդ լուսավորությունն ու ուրախությունը ապահովի։ Հարցը դժվար հարց է։ Ես չեմ կարող ասել ինձանից էր գալիս, բայց միանշանակ կարող եմ, այսինքն ես մասը կազմում էի, այսպես ասեմ, հեղինակն ինքն էր։ Մենք կատարողներն էինք։ Այսինքն շատ հաճախ չէ, կուլիսների ետևում մնում է ռեժիսորը, պրոդյուսերը, բայց այդ շեդևրը իրանք են ստեղծել։ Ու մենք խաղում ենք այդ կյանքը։ Չեմ ասում ես դերասանություն եմ արել, բայց Գաբին, դուք գիտեք ինչ կարգի էր իր մոտ կյանքը։ Ինքը ասենց նույնիսկ հիշում եմ այդ երկրորդ վիրահատությունն էր Գաբիի 21 ժամ էր տևել։ Խայտարակ վիրահատություններ։ Ու որդիս էր, ես ունեմ շիտեպ 4 զավակ, շատ հիմա խոսենք այդ մասին։ Այդ ժամանակ որդիս Ամերիկայում էր մեզ հետ, Գաբիի եղբայրը։ Ուրեմն պատկերացրեք Գաբիի այդ ինչա կատարվում դրանից հետո, այս տղաս բռնում է իր հեռախոսի էկրանին, Գաբին մի հատ ծամածրած դեմքով իր նկարն է դնում ու Գաբին այսպես վերցնում է նոր վիրահատություն, հազիվ է ուշքի գալիս, ցավազրկողներ է։ Հիմա նայում է, համ ուզում է ծիծաղա, համ ծիծաղում է, համ լաց է լինում։ Ու այդ ուզում եմ ասեմ նույնիսկ այդ 21 ժամ վիրահատությունից հետո որ մենք պետքա այնտեղ, չգիտեմ, շատ լուրջ դեմքերով նստած լինենք, առաջի բանը որ ասեմ, վայ մամա ջան, մամ նկարի վրա ծիծաղում։ Հա, ասենց հեռախոսը տվեց աղբերը քրոջ ձեռը ու ինքը ասենց պարկած, այդ ամբողջը, այդ լարերը, այդ շլանգները ու որ ծիծաղեր, պետքա ցավար, չէ։ Հետաքրքիր է, միշտ ուսումնասիրելով, հետևելով ձեր այդ պատմություններին, մի տեսակ ինչ որ մտածում եմ, ինչ որ գերբնական ուժ կար այդ երեխու մեջ ու որտեղից էր դա գալիս, ընդհանրապես վերլուծում էի, հարցազրույցից առաջ մտածում էի, ասում էի, լավ, այս հարցը ոնց եմ ձևակերպելու, բայց իսկապես տենց է, մտածում եմ, ինչ որ գերբնական բան կար այդ երեխու մեջ ու գիտեք Պարզ է շատ հարցի պատասխանը։ Ես միշտ ասում եմ սևով, սպիտակի վրա սևով գրված է, մենք միշտ ընկնում ենք էսկո մենքոն, տիեզերք, չգիտեմ, մեծ ժայթքում, շատ բաների հետևից ենք, հա, ընկնում, բայց ինքը սպիտակի վրա սևով հազարամյակներ արդեն գրված է։ Գաբին ընդամենը 4 տարեկան էր, երբ որ ամեն ինչ սկսվեց, բիոպսիա արեցին Գաբին իր ձեռքը այսենց էր արել, ես այդ վիդեոն ունեմ, ես չգիտեմ, ես հիմա մտածում եմ, Աստված իմ, ես ինչի նկարում ես երախում, բայց երևի դա մեր առաքելությունն էր, որ միգուցե հետագայում կլինի ֆիլմ, ու այդ ամեն ինչը գիրքը, Գաբին այսպես թաթիկը այսենց արեց, բուջույիկ, համով այսենց հայց, մամ, ես ուզում եմ, որ Աստված իմ ձեռքը բռնի, ասեցի Գաբ, Աստված քո ձեռքը բռնել է։ Ու դա երևի մեր միակ լուրջ լացն է եղել, երբ որ ինքը զգաց ու հասկացավ ինչա հա սկսվում։ Բայց հասկացավ այդ պահին։ Երևի հասկանում էր էլի որ նման բաներ։ Հա, հասկացավ, եթե այդքան բան հասկանում էր, ինքը ամեն ինչ էր հասկանում։ Բայց ինքը չէր, ես շատ ուրախ եմ եղել, որ իմ Գաբրիելան երբեք ոչ մեկի մոտ չի ասել ես հիվանդ եմ, ինքը ասել է ես բուժվում եմ։ Բայց էդ էլ դուք չեք սովորեցրել, դուք ոչինչ չեք սովորել։ Ինքն է մեզ սովորեցրել։
Բայց ասեմ ձեզ, այնպես չի որ մենք ասում էինք, մենք է բառեր կան, որոնք որ ձեր ասած տաբուները, հա, իմ համար տաբու է, երբ որ մենք ասում ենք մենք ունենք հիվանդ երեխա, կամ օրինակ հասարակ օրինակ բերեմ ձեզ, կենցաղային կյանքում գնում ենք մի բան գնելու, ասում ենք մեզ լավը տվեք, էլի հիվանդ երեխայի համար ենք գնում։ Հա։ Դա իմ համար մի հատ sense հոգիս կոտրող նախադասություն է, հիվանդ երեխա եւ բուժվող երեխա, դա մեծ տարբերություն է։ Գաբիի համար ինքը բուժվում էր, բայց ինքը հիվանդ չէր, ինքը ամեն ինչ, եթե ասենք ուզում ես Մարս թռնես, կասեր, հա, կազմակերպեք Մարս թռնենք։ Վարդուի երբևէ իր հետ կամ ձեր ընտանիքում խոսվել է Աստծո մասին, հավատի մասին, մինչև այդ իր ասելը։ Ուզում եմ հասկանալ, գուցե երեխա է, սովորաբար երեխաները լսում են տան խոսակցությունները եւ իրենք իրենց մեջ դա ինչ որ բանի են վերածում։ Տեսեք, շատ կարևոր հարց տվեցիք ինձ ու ինքը խորը հարց է։ Ես ու ամուսինս միշտ եղել ենք հավատացյալ, այսինքն, բայց երբ որ Գաբին փոքր էր, դեռ նորածին, ես իրեն անպայման քնում էր օրորոցում, անպայման դասական երաժշտություն պետք է հնչեր ու Գաբին այդպես պետք է քներ, սովորել էր։ Հետո նկատեցինք, որ Գաբրիելան երկու գործ կա, որից փոքրիկ, շատ փոքրիկ նորածին 1 ամիս, 2 ամիս հուզվում է, շատ ուժեղ հուզվում է, դա Ավե Մարիան էր և թռչեի մտքով տուն, որդիս երգում էր թռչեի, ու մենք ծիծաղում էինք իրականում, ասում էինք դե ինջան մի հատ կներ, ես այդ մռութի կանի նայեմ։ Գաբրիելան այնպես էր ստացվել, որ 4 ամիսը լրացավ ու ես սկսեցի աշխատել, ամուսինս աշխատում էր ու մեր ժամանակը թույլ չէր տալիս, հա, որ մենք մշտական զրույց ունենանք կամ բայց ինքը քնում էր մեր բակի եկեղեցու, մեր բակում կա եկեղեցի ու ինքը երբ որ եղանակը թույլ էր տալիս, քնում էր այդտեղ։ Երբ որ սկսեց քայլել, իր դայակը չէր կարողանում տուն բերել։ Ասում էր, եթե չգնա չմտնի եկեղեցի, հնարավոր չէր տուն բերել։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, մեր դայակներն ասում էր Աստված իմ, ես երախան եկեղեցի, աղջիկ եկեղեցական չկա, ինչ ա ուզում։ Գաբին որ մեծացավ, ասեց, ես ուզում եմ եկեղեցու երգչախմբում երգեմ։ Նույնիսկ օրենք ունեցել, որ այդ արագ թռիչքներն էր, փորձում էի մի քիչ քնել, որ հանգստանար, որտեղ Ամերիկա թռիչքը այտենց այդքան էլ հեշտ տրվող բան չի։ Երկարաշ, դա։ Այդ վիդեոն էլ ունեմ, ուղղակի վիդեո չէ, ասենց միացրել եմ, որ լսեն։ Գաբին այս վերջերս է ողբում է ուղղակի, որ եկեղեցին փակվել է, ու ինքը չի կարա մտնի նոր գնա թռիչքի։ Հիմա ես ու տատիկը իրան ասում ենք, դե մոմավառության տեղը բաց է, արի գնանք մոմ վառի։ Ասում եմ մոմ վառելը եկեղեցու հետ կապ չունի, հասկացեք, ու ինքը ղժում է։ Անհավատալի բաներ եք ասում։ Հա, ես չեմ հիշում ես մասը ամփոփել եմ գրքումս, թե ոչ, բայց ինչի մասին կխոսեմ, ես այդ կադրերն ունեմ։ Ինքը մենք ես ու ամուսինս ասել եմ, մի անգամ ասել եմ, բայց էլի կկրկնեմ։ Երբ որ պետքա գնայինք բուժման, հա, տեսնում ենք Գաբին գունատ, արդեն ես ու ամուսինս վատ վիճակում ենք, ասում ենք դե երևի արդեն ներարկումներ, բան կլինի, սենց հասնում ենք դրան մոտ, մատը սենց մի վայրկյան գնում էր, մենք շատ սիրուն Հիսուս Քրիստոսի նկար ունենք, ամուսնուս են նվիրել ծննդյան օրը, այդ նկարի իրականը չեմ հիշում, որ վանքում է, ու հենց այդ նկարիչն է նվիրել, դնում էր այսպես գետնին, ծնկում էր, ինքը չգիտեմ ինչ էր խոսում, հետո գալիս էր, ասում էր, ես այսօր ոչ մի բան էլ չեմ ստանալու։ Գնում ենք, դե ասում ենք երեխա է, էլի, ու ամեն անգամ մենք գնում ենք, իրանք ասում են դուք լավ եք այսօր գնացեք, ասում են տեսեք, որ ասում էի չէիք հավատում։
Այսինքն մենք հավատում ենք, բայց իրա չափ չենք հավատում։ Այսինքն ինքը մի ուրիշ դիեզերական ինչ որ կապով, չգիտեմ, կապված էր այդ ամենի հետ։ Տեսեք, սկզբում մենք հասկացանք, որ ինքը շատ խելացի է։ Մենք հասկացանք, որ ինքը հասկանում է ու շատ սիրում է Աստված, օրինակ երբևից իմ մտքով չի անցել, որ Մարիամ Աստվածածինը կարա լինի տատիկ։ Ինքը ասում էր Մարիամ Աստվածածինը իմ տատիկն էր։ Հետո ասենց մտածում եմ, անալիզ եմ անում, ասում եմ, հա, վայ, ճիշտ է, ասում։ Բայց չի անցել, չէ՞ մեր մտքով, որ մեր երեխաներին ասենք Աստված, Հիսուս Քրիստոս ու Մարիամ Աստվածածինն է քո տատիկը։ Իսկ ինքն է հնչեցրել այդ բառը, իմ տատիկն էր։ Ու չէր կարողանում բացատրել, ասում էր Մարիամ Աստվածածինը իմ Ռուզան տատիկը էլի, ոնց որ իմ տատիկն էր։ Փոքր էր, չէր կարողանում լավ բացատրել։ Հիմա եմ ես հասկանում։ Բայց գիտեք, հետաքրքիրն էր, որ ինքը խոսում էր շատ ժամանակ, արդեն այս ամուսին սոսմիր չնկորես, բայց ის չխոսում ես այդքան։ Գաբի արդեն վերջին ամիսներին կարելի ասել ինքը մարգարեություն էր արդեն։ Ինքը շատ լուրջ զրույցներ ունեցավ, ես ամփոփել եմ իմ գրքում, շատ լուրջ բաներ էր ասում ու անհնարին էր ինքը իմանալ որպես երեխա, անհնարին էր իմանալ։ Այսինքն ու շատ լուրջ հայացքով էր նայում այդ ժամանակ։ Վարդու իսկ երբևէ հարցրել եք, որտեղից գիտես այդ ամենը, հետաքրքիր է ինքը մտածում էր դրա մասին, թե ուղղակի ասում էր։ Չի ասում որտեղից գիտես այդ ամենը, որտեվ ես գիտեի ինքը որտեղից գիտի այդ ամենը։ Եթե ես դա հարցնեի, ուրեմն ես իմ հավատքի մեջ կասկածում եմ, փորձում եմ էլի ինչ-որ բան, չէ՞, ես բացարձակ։ Ես ուղղակի հիանում էի ու նաև շատ մեծ ցավ էի ապրում, որովհետև ինքը ասում էր ու դու հասկանում ես, որ ինքը արդեն գիտի ու ինքը ասում է քեզ ինչա լինելու։ Նույնիսկ Գաբին ասել է, որ ցավոտ է, բայց ասեց հայը հաղթելու է իր վերջին պատերազմում։ Մայիսի 24-ին ասեմ, 2025 թվականին։ Ես շուշուտ գրում էի, Աննային էի, ընկերուհուս էի ուղարկում, ասում էի, Աննա, չեմ հիշելու, այս ինչ էր ասում։ Ասեց հայը ու ես կռվելու եմ։ Կարամ մի հատ ֆենոմենալ բան է ասեմ, Գաբին մեր վերջին թրեշքի ժամանակ ասեց. Ես անկախ ամեն ինչից բարձրանալու եմ Արարատը։ Երեք ինձ նամակ են գրում, հուլիսի 14-ից 20-ը լեռնագնացները բարձրանում են Արարատ, ու ինձ խնդրում է Facebook-յան ընկերներից մի աղջիկ, որ իր վերելքը նվիրում է Գաբիին, ու Գաբի ինչ տանեմ, դե գիրք երևի։ Անկախ ամեն ինչից կգնա։ Անհավատալի է։ Երեք է գրել ինձ։ Ու չեմ խոսել, որտեղ այնքան հուզվեցի, իմ համար Արարատը կա մի աշխարհ, մի Արարատ, մի Աստված, այսինքն բացառիկ բան է իմ համար Արարատը։ Ես չեմ կարող բացատրեմ, ես ինչ եմ զգում Արարատի նկատմամբ, երևի 1000 տուր եմ տարել, 1000 անգամ Արարատը տեսնելուց հուզվել եմ։ Ու ինքը ասում է, անկախ ամեն ինչից ես բարձրանալու եմ Արարատը։ Ես որոշել եմ, որ Գաբի գիրքը կբարձրանա Արարատը։ Ես չգիտեմ ինչ ասել։ Ուղղակի փշոքավել եմ։ Չգիտեմ, ես ամենօրյա հրաշքներով է մեր կյանքը։ Աննա ջան, էդ եմ ձեզ ասում, որ ես ունեմ հոգու խաղաղություն։ Ամեն օր ինձ ինչ որ բան է ինքը ասում, Աստված ասում, ու դուք իմ նամակները տեսնեք, ինձ անդադար, այնքան հետաքրքիր է, երեք էլի մի աղջկա հետ էի խոսում, վստահ եմ կլսի, ծիծաղ է, ասում եմ այնքան հետաքրքիր է, փոխանակ դուք ինձ հոյ մխիթարեք, ես եմ ձեզ մխիթարում։ Տենց շատ է լինում, գիտեք, հետաքրքիր է, որ ինչ որ մի ուրիշ տեսակի ուժ է գալիս, ես էլ ունեմ նման մարդիկ, նման ծանոթներ,
նույնիսկ հրավիրել եմ տաղավար, զրուցել ենք, երբ որ այդ մարդու հետ խոսում ես, դու զգում ես, որ իր մեջ ավելի շատ կա այդ ուժը, քան քո մեջ, որովհետև ինքը ինչ որ բաների վրայով անցել է ու հասկացել է ձեր դեպքում օրինակ էլի, որ որտեղ է իրականությունը, ինչի էր Գաբին տենց խոսում, ամեն դեպքում ծանր է, երբ որ ֆիզիկապես կողքդ չի, դա անքննարկելի մի բան է, բայց երբ որ դու հոգեպես հասկանում ես այս ամենը ինչի նախապատրաստություն էր, երևի այս տարիների ընթացքում ձեզ նախապատրաստել է, չէ՞, ընդունեք այս փաստը։ Կարծում եմ այո, Գաբին բերեց հասցրեց մի փուլի, որ մենք ամբողջությամբ պետքա պատրաստ լինենք ես ու իր հայրը, ու պետքա ընդունենք դա, որովհետև դա դժվար բան է, շատ դժվար բան է, նույնիսկ երևակայ, չես դու ուղեղում չի տեղավորվում, այդ եմ ասում, դա մենակ հոգում է, որովհետև եթե դու թողում ես ստեղ գնա, դու կխենթանաս այդ պահին, մի անգամից պետքա իջնի, մտքիցդ դուրս գա, այդ ոչ թե մոռանաս, այլ ուրիշ դաշտ տանես իրան։ Այո։ Այս վերջերս էր, իրականում իմ ամուսինը, ես էլ եմ եղել կուլիսների ետևում, անձամբ երեկ ինձ հարցրել են, էլի դու ես Գաբիի մայրը, իմաստը չի եղել, ես նկարում Գաբիին, որ ինձ ճանաչեն, իմաստը եղել է, որ ես ցույց տամ, որ նայեք, այս երախան այս ստադիայով ինչ էր անում, դուք էլ պետք է անեք, ապրեք, ու Էմիլը շատ սենց խորիմաստ բաներ էր ասում, վերջերս զրուցում ենք իրար հետ, մենք շատ ենք սիրում տենց նստել, մտածել, զրուցել, ասեց բան ունի մի հատ ձև ունի սենց կնիկ, այս հա կյանք ասա, ասում եմ մարդիկ իրանց երեխուն ուղարկում են Գերմանիա ուրախանում են, մենք մեր երեխուն աշխարհի ամենալավ տեղն ենք ուղարկել, մենք էլ պետք է ուրախանանք, նու չակերտավոր, բայց հասկանում եք, այդ էգոիզմը մեր շատ մեծ է, իմ ամենամեծ հիմա գիտեք խնդրանք չասեմ, բայց շատ եմ ուզում, որ իմ ընկերների մեջ շատ կան ծնողներ, ովքեր կորցրել են իրենց երեխաներին։ Ասեմ ձեզ, քաղցկեղով երեխաների ծնողները բացառիկ են, որովհետև գրեթե մեծ մասը չեն չարանում, շատ ուժեղ են ու հասնում են այդ հոգևորին։ Ուժեղը, ձեր մասին շատ են ասում, որ ուժեղ եք, բայց ես մտածում եմ, որ այդ ոչ թե ուժը, այլ գոյատևելու, որպեսզի կարողանաս կյանքդ շարունակես, ձեր տարբերակն է։ Ոնց այսինքն երեխայի կորուստը կյանքում երևի չէ, վստահ եմ, միակ բանն է, որից մարդը խելքի չի կարող գալ, եթե չհասկանաս այն ինչ դուք եք հասկացել, այդ ուժ չի։ Համաձայն եմ ձեզ հետ, ես օրինակ հիմա, որ շփվում եմ ծնողների հետ, շատ տանջվում եմ ու վատ եմ ինձ զգում մեր սոված զինվորների մայրերի համար, որովհետև 90%-ից ավելին կարող եմ ասել, հոգու խաղաղություն չունի։ Ու ես շատ եմ ուզում, որ իրանք հասկանան, որ պատերազմը չի, որ իրանց երեխաները շատ լավ են։ Եթե Գաբին ասում էր մամ, այնտեղ ցավ չկա, չտխրես, մի տխրի, որ ասեմ դու բան ես հասկանալու։ Այսինքն ես ուզում եմ, որ իրանք գիտակցեն, ոչ թե ուզում եմ, այլ հոգիները խաղաղվի, այլ կերպ հնարավոր չի, մեկա մենք ապրում ենք, իսկ ապրել չարանալով շատ բարդ է։ Շատ դժվար է նաև խաղաղվել, դրան պետք է գալ, ամեն մարդ երևի իր ժամանակ ունի դրան հասնելու արդի։
Ես կարծում եմ, որ այո, մենք բոլորս մեր ժամանակը ունենք բնականաբար, բայց ինչի էի ասում սրան մասին, բազմաթիվ զինվորի ծնողներ ինձ գրում են, որ Գաբիից հետո իրանք մտածում են, որ իրանց տղան շատ լավ է։ Երևի ինքը Գաբիի հետ է։ Մի օր մենք կտեսնենք, այսինքն այդ փոքրիկ մարդուկը կարացել է զինվորի ծնողին մխիթարի ու ասի, որ մենք լավ ենք։ Ես դրա համար շատ ուրախ եմ։ Վարդուհի, նաև կարծում եմ պիտի ապրեն իրենց մյուս երեխաների համար, այստեղ ուզում եմ ասեք, որ դուք եւս 3 բալիկ ունեք։ 3 բալիկ ունեք եւ իրենք էլ ունեն իրենց դերը ձեր երևի կյանքին այլ կերպ նայելու հարցում, որովհետեւ դու շատ հաճախ թողնում ես քո եսը հանուն երեխաներիդ, այսինքն ուզում ես նաեւ իրենց հոգին լինի հանգիստ եւ խաղաղ, ինչպես որ կարողացել եք դուք հասնել։ Տեսեք, ես սիրում եմ անկեղծ լինել։ Իմ զավակները բավականին մեծ են, 21 տարեկան տղա, 20 տարեկան աղջիկ, շուտով 15 տարեկան էլի որդիս։ Դարը այնպեսին է, որ իրանք արդեն մտածելակերպն ու պատկերացումն ունեն ու կարծում եմ, որ պետք է հասնեն հասունության այն աստիճանի, որ հասկանան։ Ես չեմ պարտադրում իմ երեխաներին հասկանալ։ Իհարկե իրանք շատ դժվար վիճակի մեջ են անցնել, տեսնելով իրենց ծնողներին այդ վիճակում, բայց դեռ կա մի այդ իմ ասած հոգևոր փուլը, որ իրանք պետքա երևի կհասնեն ու կհասկանան, դա այդպես ուղղակիորեն չի ստացվում, Աննա ջան, դա հանգամանքների բերումով է, ու ես ուրախ եմ այսօր, որ իմ երեխաները դեռ այդքան բան չեն գիտակցում, բայց նաև տխուր եմ, որ Աստված չանի, որ չգիտակցեն։ Մեր կյանքի սխալները գալիս են հենց այդ ամեն ինչից, ես շնորհակալ եմ Աստծուց, որ ես այսօր դարձել եմ, գիտեք, ինչպիսի մարդ, մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը ասում է, Վարդ, դու ուրիշ ես լրիվ։ Ես հենց բռնկում, փոթորիկ անձնավորություն եմ եղել։ Հիմա փոխվել ես։ Հիմա ես որ շատ էլ ուզեք չեմ կարող զայրանամ այն աստիճան, ինչ ուզում ա լինի, որ գոռամ։ Այդ չար զգացողություն մի հատ կա, չի ստացվում ինձ մոտ այլևս։ Այդ մի հատ ֆանտաստիկ զգացողություն է։ Չեք պատկերացնի ինչքան հավես է, եւ որ դու չես կարողանում բարկանաս ամեն եղած ու չեղած խնդրի համար։ Վարդուհի, իսկ մի հատ ինձ մի բան է հետաքրքրում, այդ պահին օրինակ համեմատություն ուղղակի էլի ձեր եսերի, ձեր ամեն ինչի մեջ այն պահը, երբ որ իմացաք, որ Գաբիի մոտ տենց խնդիր կա ու խնդիրն էլ այնպեսին է, որ պարզա, որ շատ քիչ հավանականություն կա, չէ՞, բուժման։ Տեսեք, ըստ Հայաստանի բժիշկների շատ քիչ, ըստ դրսի բժիշկներին երբեք նրանք նման բան չեն ասում, որովհետև ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Շատ քիչ հավանականություն թվում է, բայց մեկ այնպեսի հրաշքներ են լինում ու ես ականատես եմ եղել, տեսել եմ այդ երեխաներին, դու չգիտես ինչ կլինի, ոնց կպատասխանի քո երեխայի օրգանիզմը։ Չէ, ես նկատի ունեի այդ պահին, որ չգիտեիք այս ամենը, ձեր փոփոխությունը։ Ոչ մի վարքյան։ Ես այսօր էլ երևի թե չեմ կասկածում։ Ոչ մի վարքյան ես չեմ պատկերացրել այլ ելք։ Իմ համար եղել է դա նորմալ է։ Ոչինչ, կանցնենք։ Միակ իմ համար չէ, իմ ամուսնու համար։ Մենք ընդունել ենք լրիվ ու սկսել ենք շարժվել առաջ։ Դա էլ ամեծ ուժ պահանջում, բայց մենք ստանում էինք դա, հասկանում եք, ախր մեր կողքին այդ ֆենոմենալ երեխան էր։ Գիտեք, երբ որ
սկսվեց Գաբիի դրամավակը, իսկապես ասենք սարսափած էինք, լավ, այսքան գումար, ոնց, ինչ, առաջին անգամ կյանքում, հա, պետքա հասցնել։ Հետո ես հասկացա մի բան, որ մենք վազում ենք, ժամանակը մեր հետևից է վազում։ Այդ ժամանակ ասվածը մենք ենք մեր համար հորինել։ Մենք գնում ենք, ժամանակը գալիս էր։ Այնքան տարօրինակ էր այդ երևույթը։ Ու այդ դրամավակի օրերին ես նենց եմ հիշում, էլի Գաբիս 4 տարեկան ամուսինս ոնց որ տանը, ես խոսում ենք, sense բանավիճում ենք, պետք է հասկանանք ինչ անենք, ում դիմենք, ոնց տարածենք եւ այլն։ Ամուսինս բարկացած էր, այս Գաբին sense արեց։ Մամ, այսյասա, ինքը նեղվում էր էլի, որ ես պետք է իրանով չզբաղվեմ։ Ասաց հիմա դիր հեռախոսդ։ Պապան բարկացած է։ Հեսա կանցնի մի 10-15 րոպե, մի խոսա, մի պատասխանի։ Կզանգի կասի, աղջիկս ո՞նց ես։ Որտեղից էր տենց հասկանում, ես չգիտեմ, իմ խորհրդատուն էր։ Չէ, դրքիրա չէ։ Ու տենց էլ եղավ։ Տենց եղավ, ես դրեցի։ Սպասեցի։ Վարդի ուզում եմ խոսենք նաև ձեր ամուսնու մասին, որովհետև այն ամենի միջով ինչ անցնում է մարդը, մայրը, երևի հարյուրապատիկ ավելի ծանր կլիներ, եթե չլիներ ձեր ամուսնու աջակցությունը։ Նախ հարյուրապատիկ ավելի ծանր տանում ամուսինը։ Այդ ես ուզում եմ միանշանակ բոլորն իմանան, որ հայրերի համար շատ բարդ է, շատ։ Եվ ես, գիտեք, կարելի ասել իմ մեջ, ես ու իմ ամուսինը նախ սիրում ենք իրար 13 տարեկանից։ 13։ Այո, 13 տարեկան էինք, մի լողի խմբակից, ու տարբեր լողի խմբակներից, հետո ինձ տարան իրանց լողի խմբակ, որ իմ ամուսինը գոնե ինքը պրոֆեսիոնալ լողորդ է։ Մեր ուսուցիչները մեր կարելի ասել հովանավորներն էին, որ այսպես երեխայի պես մեզ խնամում էին, որ մենք ժամանակին գնանք, ժամանակին տուն հասնենք, մինչև այսօր էլ կապ կա իմ ընկերնունեի հետ։ Այո, 13 տարեկանից մենք միասին մեծացել ենք։ Ամուսնացել ենք, ես 17, ինքը 18։ Լուրջ, այդքան շուտ եք ամուսնացել։ Դե, եթե որդիս 21 տարեկան է։ Անկեղծ էր ամեն ինչ։ Ուրեմն ուզում եմ ասեմ, որ նախ պետք է հասկանալ այդ սերը պահպանելու համար ինչքան դժվարություն պետք է անցնես։ Լավ, դժվարություն չասեմ։ Հիմա իմ համար դժվարություն բառը այլևս գոյություն չունի։ Խոչընդոտ։ Խոչընդոտներ, հա, կյանք է, պետք է անցնես։ Բայց Գաբի դեպքը ես ուղղակի ես խենթանում եմ իրանց սիրուց։ Սովորաբար մարդ պետք է խանդի, չէ, այդ դեպքում։ Շատ է լինում։ Հայր ու աղջիկա մասին ախոսքը։ Հա, իրանք ֆանտաստիկ սեր էր իրանց մոտ։ Ասեմ ձեզ, նույնիսկ մեր կենցաղային հարցերում արդեն իրանք էին կռվում։ Հա, ես ինձ կողքից լսում էի։ Ենթադրենք Գաբին, իհարկե շատ ինքնուրույն երեխա է Գաբին եղել, բայց ամեն դեպքում լոգարանում, եթե օգնում է ինչ-որ մի հարցում, դուրս էր գալիս, Էմիլիա ասում էր, դու չես կամ իրա մազերը սանրես, արիս տեղա բալես, նստում էր, եղունգները, չգիտեմ, նենց էր խնամում, որ ես ուղղակի վայելում էի դա։ Կարծես թե ֆիլմ նայեի ու այդ սերը, երբ որ Գաբին մեր մեջտեղն էր պարկում քնելու, այս Էմիլիա նենց էր իրան քաշում, ես մի հատ թեմա եմ գրել ու ունեմ նկար, օրորոցն ա մտել, էմբրիոն ա կոչվում։ Այսինքն էմբրիոնի նման դառնում էին երկուսով, ասում են մամա ինձ փրկի։ Հետո ուժը, տեսեք, սովորաբար ինչ է կատարվում, երբ որ երեխաները բուժվում են,
Մենք անցնում ենք ընդհատակ։ Այսինքն, երեխան մաս չունի, ընտանիքը վատ հոգեվիճակում է, ոչ մի բան չի լուսաբանվում, մի հատ տրաուր է։ Մեր մոտ հակառակն էր, մեր մոտ տոն էր։ Եթե մենք շատ վատ էինք բուժումից հետո մեր չենք կարում էլ հոգնած էինք, Էմիլը ասում էր կոպ չունի։ Սա մանկասայլակն ես նստում, Գաբի ջան, ուզում ես քնես, ինչ ուզում ես կանես։ Մենք պետքա դուրս գանք։ Ու մեզ ստիպում էր, որ մենք պետքա քայլենք, մենք պետքա վազենք, մենք պետքա տենց ամեն օր տեսանյութեր էիք անում, ֆոտոներ էիք անում։ Ամեն օր իր հայրը ստրեսից էլի դուրս է եկել, իր վազքի սպորտի գիշերը ուշ ժամի, այդ հրազդանի կիրճում ինքը վազում է, իսկ ինձ էլ տանում էր, ես գիրքն էի գրում այնտեղ։ Ձյուն էր գալիս, ես երաժշտությունը միացնում էի ու գիրքն էի գրում։ Կիրճում։ Հրազդանի կիրճում։ Բիձեկի գյոլ են ասում, հետո էլ ձյունը գալուց մտնում էր սառը ջրի տակ ինքը դա իրան փրկեց, թե ԱՄՆ-ում, թե այստեղ, թե հիմա այդ ստրեսից դուրս գալը, ոչ թե ինքը դա անում է, որ ստրեսից դուրս գա, այլ ինքը դա անում է, ու մեզ էլ էր ստիպում։ Էմիլը ես կցանկանամ, որ յուրաքանչյուր կին ունենա նման ամուսին, որովհետև իմ համար ամուսնությունը ոչ ռեստորանն է, ոչ մի բանն է, այլ ուղղակի իրար աչքերի մեջ նայել ու հասկանալն է։ Միանշանակ։ Ոչ մի բան ինձ չի գերում, հա, ես ասում եմ, եթե չլիներ այդ մեծ ուժը, ես սենց հրապարակումներ չէի կարող անեի։ Չէի կարող։ Ես չէի կարող ես իմ գիրքը իր համար եմ գրել, ես իմ ամուսնուն եմ գրել, որ ես իմ նպատակն էր, որ Գաբի ծնունդը լինի ու հունվարի 26-ին ավարտեմ, չկարողացա ու ավարտեցի հենց ամուսնուս ծննդյան օրը փետրվարի 25-ին ու ստացվեց, որ իր նվերն է դա, որտեվ ես չէի գնալու այս տարի իրան նվեր գնեի։ Ինչքան կարևոր է, որ այդ պահին այն մարդը, ում հետ դու անցել ես կյանքի ճանապարհ, քո ձեռքը բռնում է։ Ձեռքը բռնելը նույնիսկ միայն բռնելը չի, Աննա ջան, գիտեք, հասկանալն է։ Այսինքն մենք պատկերացնում ենք ինչքան պահեր կարա լինի, որ մենք սենց արդեն հուսալ, այդքա հեսա հուսալ լքվես, մեկը մյուսի ձեռքը բռնում է, չի թողում, որ ինքը անդոնդան գնի։ Կամ ինչ-որ սխալ մի բան անես, փորձում է, ամեն ձևով փորձում է, էլի եմ ասում, աղջիկ երեխաների հատկապես դաստիարակության մեջ հոր դերն է, հայրը, ու էլի եմ ասում, հայրը այն չի, որ պետքա փողով ապահովի երեխային, մենք հիմա շատ ենք ամեն ինչ տարել փողին, հագուստին, ծնունդս նշենք, չէ, իմ համար հայրը Այն մարդն է, որ անկախ ամեն ինչից ես ուզում եմ, որ հայ ընտանիքը այդպեսին մնա, որ մեկ հիմա որ ասում ենք, մենք ոչ ազատություն բառն ենք հասկանում ինչա, ոչ էլ ընտանիքում հավասարություն բան ենք հասկանում ինչա, իրական ազատությունն էլ է ուրիշ բան, այսինքն մենք ազատությունը հարմարեցնում ենք մեր պահանջներին, Ինձ համար, եթե տղամարդը նստում է, գալիս է, դու պետքա մի փոքր ուղղվես, որտեվ եթե քո դասախոսն է մտնում դու ուղղվում ես, ինձ թվում է հայրդ դրանից ոչինչով պակաս չի, այդ հարգանքը, այդ չի նշանակում, որ ինքը իշխում է քեզ, դա հարգանք է, ու եթե դու քո ամուսնուն հարգում ես, ինքը քեզ առավել ևս հարգում է, փոխադարձ է դա։ Այդ մի բուրգ է, որ կառուցվում է։ Մեր բուրգը կառուցվում էր, բայց Գաբին վերածեց ամրոցի։ Որտեղ մենք հասկացանք, որ
Մենք օրնված ենք իրականում։ Գաբին պլանավորած եք ունեցավ Արթուհի։ Ես տենց էլ գիտեի դրա համար հարցրեցի։ Չէ։ Իդեպ կարող եմ ասեմ, որ մինչ Գաբին որոշել են երեխա որդեգրել։ Գաբին խախտեց պլանները, բայց Գաբի եւ մեր մեծ ցանկություններ շատ տարիներ առաջ արդեն, որ մենք երեխա պետքա որդեգրենք։ Գաբին լսելով մեր ցանկությունը, ասում էր, ամփոփել եմ գրքումս, մամ դուք չարեցիք, երեխա չորդեգրեցիք, դե ես իրան բացատրեցի, որ հիմա հնարավոր չի ու հասկացանք, որ մենք այս փուլերը պետքա հաղթահարենք ու կարծում եմ ինձ բախտ կվիճակվի որդեգրել երեխա, մի հատ այտենց պոզիտիվ չիկ։ Հա, դեռ մտածում եք այդ մասին։ Այո, մեծ ցանկություն ունենք, բայց ելի եմ ասում Աստված առաջ։ Որտեվ չգիտես 5 րոպե հետո ինչ կլինի։ Բայց ունենք, Գաբին էլ պատրաստվում էր դրան։ Հա, այսինքն ինքն էլ էր ձեր այդ համաձայն, որ պիտի դա Համաձայնը որն է, ասում էր, դե ուրա վերցնենք, գնանք, որ ասում էի, բալա ինքը վիզա չեն տա իրան, դա մեծ պրոցես է, հետո գնացինք ինքը հիվանդանոցում չի կարա ապրի։ Այսինքն ուզում էր ձեր հետ տանեիք ամեն անգամ, հա, տենց մեծ պլաններ ուներ։ Այո, հետո իր իրերը կիսեր, տար, մենք նույն շորեկները կհակնենք, այտենց։ Վարդուհի մի փոքր էլ գիտեք, ուզում եմ խոսել ձեր ընտանիքի անդամների աջակցության մասին, ինչքանով էր այդ կարևոր ու հատկապես գիտեք, երբ խոսում էիք այն կնոջ մասին, դայակի մասին, Օֆելիա տատիկը, ինքը դայակ չի, իրականում տատիկը։ Երբեմն պատահում է, որ այնքան են հարազատանում իրանք, որ մինչև կյանքիդ վերջ այդ մարդկանց հետ կապված ես լինում։ Այդպես էլ կա։ Հետաքրքիր է, իրենք էլ են ձեր նման կարողացել, տատիկները այդ դայակը ձեր նման կարողացել են փաստը ընդունել։ Երևի թե չէ։ Չէ, երևի Օֆելիա տատիկը ես անսահման շնորհակալ եմ իրանց ընտանիքին, որովհետև մինչ մենք ամեն կիրակի կհասնենք Գաբի շիրիմը մաքրելու, շաբաթ օրը Օֆելիա տատիկը արդեն այդ դա արել է իր ընտանիքով։ Օֆելիա տատիկը Գաբի շատ էր սիրում, այնքան էր սիրում, որ ես որ զարմանում էի ու ուրախանում էի, որտեղ ես պետք է աշխատեի ու Գաբին պետք է ապահով ձեռքերում լիներ ու ամենաֆանտաստիկ մտքերից Գաբի նաև եղավ ինքը պատրաստվում էր երեխաներ ունենալ եւ այլն, հետո հրաժարվեց։ Ինքը ասաց, որ ես չեմ ունենալու։ Բայց երեխաներ պետք է ունենար, Նոյը պետք է ծնվեր, Սարան, գալիս ասում էր, մամ լավ է, այս անունները էր մտածել։ Անունները, հա, ինքը Նոյը իր հրեշտակ ընկերոջ պատվին, Սարան, չգիտեմ ինչի, որոշել էր, որ Աբրահամի կինը Սարան, բայց գիտեմ ինչի, հիմա գրքումս գրել եմ դրա մասին, վերջին մեր օրը դրա հետ կապված է, շատ լուրջ կապ կա։ Ու այսպես կյանք կա, կառուցում էր էլի, ամեն ինչ որոշված էր, նույնիսկ այդ վերջի ընթացքում մենք կապ կուզես սարերում ձիով, սենց դե կապին ուրիշ ոչի պետք է լիներ ամեն ինչ իր մոտ, ու ինքը ինձ ասեցի, դե դու ինչ ես ուզում աշխատել Գաբրիելա ջան, շատ էր, բժիշկներին շատ էր սիրում, ասեց, բայց ես չեմ աշխատելու, ասեցի ինչի կապ ջան, բա իմ երեխաները մամ, ասեցի դե կարա դայակ Օֆելիա տատիկին, ասեց Օֆելիա տատիկից մեկ հատը, իրան նման չի կարա լինի, ու ես իմ երեխաներին երբեք չեմ վստահի ոչ մեկին, ես եմ պահելու իրանց, շատ էր սիրում երեխա, ու սիրում էր երեխաներին ու մեծահասակներին, միջին տարիքը չէր ոչ թե չէր սիրում, միջին տարիքը պետք է անցներ ֆիլտրով, հա.
Եթե կարողանայինք հասնել այնրան, որ ինքը մեզ կիրեր, բոլորին էր սիրում, բայց փոքր տարիքի երեխան, որ այդպես մեծասիրք, պապիկ, տատիկ, մի յուրահատուկ հարգանք ուներ։ Դու գիտեք ինչն է տպավորվել իմ մեջ, որ պատմեցիք, որ երեխա, որը միգուցե մենք մեծերս տեսնեինք, ասենք տգեղա իր աչքին, դա շատ գեղեցիկ էր երևում, այդ վերելակի պատմությունը հենց տպավորվել է իմ մեջ, ես հասկանում, որ իսկապես Գաբիի մեջ ինչ որ մի աստվածային, հրեշտակային, չգիտեմ, ինչ որ մի դա արդեն իմ համար կարելի ասել ապացուցված բան է, որ ինքը հոգին էր տեսնում մարդկանց։ Ինքը հոգին էր տեսնում, ոչ թե արտաքինը, որտեղ ինքը շատ, ինչ քաչալիկ էր, չէ՞ Գաբին։ Համով, իմ համար ես կհավատաք, որ ինձ ասում են Գաբին ենք տեսել երազում երկար մազերով, ես տխրում եմ։ Իսկ Գաբին ուզում եմ տեսնեմ իր կարճ բիզ մազերով։ Էդ էր Գաբին։ Այսինքն մազի մեջ չէր գեղեցկությունը, գեղեցկությունը իր մեջ էր։ Ու ինքն էլ մարդկանց մեջ էր դա տեսնում։ Հա, ու ինքը երբևիցե, երբ որ մենք Ամերիկայում դե իրականում այնքան տեղեր ենք ապրել ու փոխել, երևի վիդեոներից ես կտեսնենք, անդադ մի ուրիշ տարածքում ենք։ Ինքը շփվում էր, տեսեք, խաղում էինք, կացարանում էինք, այդ երեխան սայլակի վրա էր, չէր կարողանում քայլել, այդ երեխան իջնում էր սայլակից, այսպես թաթիկներով ու պահկվոցի էին խաղում ու Գաբին հրճվանքի մեջ էր։ Եթե մի անգամ ինքը ինձ եկել հարցրել է, սա ինչ է, ինչն է պատճառը, երբևիցե նման հարցեր չի տվել, բայց մենք դա իրեն չենք սովորեցրել։ Ինքն ավելի այդ հարցով, հա, երևի թե մեզ նեցուկ եղել, որ մենք հայ իրականությունից ելնելով սկսենք հասկանալ ու տեսնել։ Իհարկե հասկացել ենք, հասկանալը ուրիշ բան է, ամբողջությամբ ընդունելը ուրիշ բան է, ինքը ամբողջությամբ ընդունում էր ու նույնիսկ Սևանում էինք, ինքը տենց մի հատ վիդեո արեց, իրան ասել էին, ինչ ես դու քաչալ, լուրջ վիդեո ջղայն արել, որ չի կարելի ձեր մամաներ զրուցեք ձեր երեխաների հետ։ Այդ ինքը լրիվ ինքնուրույն։ Այդ որ ասում եմ, հետո մի օր ասում եմ, իմ դայակի հետ գնացել էի մեգամոլ, ասում եմ, մի հատ տղա եկավ, ասում եմ, ինչի՞ է մազեր այդ կարճ, սենց անում, սենց անում։ Դե ես իրան ասեցի, այ Գաբի ջան, ասում եմ, որտեղ ես տեսել յուպճկով տղա։ Հա, հարցրել էր տղա ես թե աղջիկ։ Հա, որտեղ ես տեսել յուպճկով տղա, ես ռիլ ունեմ այտենց, ու ասում եմ, ծնողներ, ես մեծ եմ, ես հասկանում եմ, բայց կարող լիներ աղջիկներ, որ կնեղվեն։ Բացատրեք ձեր երեխաներին, որ չի կարելի գնալ հարց տալ, ինչի՞ է քո մազերը կարճ։ Երևի թե այս ամեն ինչից հետո զարմանալի չի, որ ինքը մի օր ուղղակի ասաց, որ ուզում է գյուղում ապրի, որովհետև երևի թե գյուղում կյանքը բոլորովին տարբերվում է քաղաքային կյանքից ու իմ համար շատ պարզ է ինչի է ինքը տենց ասել։ Հա, ինքը ասաց, ես ուզում եմ գյուղում ապրել այն շրջանում, երբ որ բժիշկները ասացին, որ իրանք էլ չեն կարողանում։ Ու Գաբրիելայի գյուղում ապրելը մեզ համար մենք էլ, գիտեք, ինքը անդադ ասում էր, նախ կենթանիներին, ես հարյուրավոր նկարներ ունեմ, ինքը կենթանիներին, այնտեղ Ամերիկայում ընդունված է, շունիկներին բերում են հիվանդանոց։ Ու ամեն հասնելուն պես, էլի եմ ասում, մենք անդադար որոշում ենք գնալ սար ու ձոր, այդ ձայն, որ չկար, իրան շատ էր դուր գալիս, գետը, ջուրը, խաղաղությունը, օրինակ ես Գաբրիելային չեմ տեսել, որ գնա ինչ-որ բան սենց պոկի, ջարդի, տենց բան չի եղել, ինքը հլը մի հատ տենց ամեն ինչ կարգին, այո, Գաբին ասեց, ման, պապ, ես ուզում եմ գյուղում ապրենք, ու քանի որ մենք էլի բժիշկների ասածը մեր համար
այո, հասկանալի էր, բայց մենք ապրում էինք։ Էլի մի քանի օր մտածեցինք, անցանք առաջ։ Որոշեցինք ապրել օրգանական սնունդ, ոչ մի քաղցր, հա, միայն բնական ու գյուղը մեր համար ոնց որ պետք է դառնար այն վայրը, որտեղ որ մենք պետք է ստեղծեինք մերը։ Այնքան հետաքրքիր էր այդ օրը գնացինք հենց առաջին հաղարծին գյուղ, առաջին հողամասն էր, որ տեսել էինք ու մեր ավտոն նույնիսկ ավտոմեքենան չէր բարձրանում այդ մասը, հիմա բարձրանում է, որտեղ ամուսինս արդեն այդ ճանապարհները սովորել է։ Գյուղի բարձրունքում է, դիմաց լեռան հենց տակն է ու ապակեսար, այդ որ չէր բարձրանում, հենց գաբին գրկեց Էմիլը ու սկսեցինք այդ սարի տիպի բան տեղա բարձրանում ենք, ես գաբին հիմա ասենց համ, փոփ, ոնց որ Սուրբ Հովհաննես գնանք, ես ուր ենք գնում։ Գնացինք, տեսանք, այնքան սիրուն էր։ Գրքից մեջ մի հատ կիսակառույց տուն էր, սարերով շրջապատված ու մեծ հող։ Ասեցին Գաբ, կուզես այստեղ ապրենք, ասեց այո, մամ, ուզում եմ։ Ու որոշեցինք, որ մենք տեղափոխվենք գյուղական միջավայրում ապրենք։ Նույնիսկ հայրը աշխատանքի վայրը տեղափոխեց, միտված էր տեղափոխվել արդեն դա Սևան ծառայի, որ ավելի մոտիկ լինի մեզ։ Ամեն ինչ անում էինք։ Ամեն ինչ անում էինք ոչ թե որ իրականացնենք կապրիզներ, այլ մենք ամեն ինչ անում էինք, որ ապրեինք։ Վարդը իսկ ինքը գիտեր, վերջում այդ որ բժիշկները ասացին, որ կարծում եմ այո։ Դուք չեք խոսել, այսինքն։ Չէ, ես երբ որ բժիշկը հայտնեց, մենք Ամերիկայում այդ անգամ մի քանի անգամ երկուսով գնացինք ու ես այնց ուրախ զվարթ գնում եմ, որ հեսա հերթական բուժումն է ու լավ չի գալիս արդյունքները։ Երբ որ եկանք կացարան, ես ու Գաբին նստած էինք, ինքը շատ ուժեղ գոռաց, բարձր գոռաց, ասեց. «Մամ, լսի, եթե մոդակը իր բժշկյանը մոդակ էր, դոկտոր Շաքիլ մոդակ»։ Ասեց. «Եթե մոդակը չի կարող, ես կարող եմ, մի մտածի»։ Շատ բարձր ասեց։ Բայց ինչ էր իմացել, որ չի կարող, հետաքրքիր է, եթե դուք չեք ասել։ Գաբին ձևացնում էր, որ ինքը անգլերեն չգիտի։ Այն մակարդակի, որը որ բժիշկն է խոսում։ Գաբի ֆենոմենալ հատկություններից մեկն էլ հայրենասիրությունն էր ու հայալեզու լինելն էր։ Ապրելով ԱՄՆ-ում ինքը ինձ ստիպում էր, որ ես պետքա բուժքույրերի եւ բժիշկների մոտ խոսեմ իր հետ հայերեն ու թարգմանեմ։ Ու ես այտենց թարգմանում էի հայերեն ամեն ինչ։ Բայց ինքը փաստորեն հասկանում էր։ Այդ օրը ինքը ամեն ինչ հասկացավ։ Ու դրանից հետո ինքը 2 ամիս բուժվել ենք, ինքը սկսեց իրանց հետ խոսալ անգլերեն, որտեղ կարոտում էր։ Այդ ժամանակ չէր կորցնում։ Գալիս էին ներս, ասում էին, ձեր շունը էսա, դուք շուն եք բերել, աղբերս տեղա, ասում եմ, որտեղից իմացաք, Գաբին ա պատմե։ Ասում էի, ապրես Գաբի։ Ինքը գիտեր, որ այդքան բան ես չեմ թարգմանելու կամ ժամանակը չի լինելու, երբ որ ինքը մենակ ամնում իր քույրի հետ կամ խաղավարի կամ ուսուցչուհու, ինքը խոսում ու պատմում է։ Բայց միջև այդ հրաժարվում էր, ասում էր, հենց հիմա հայերեն թեմա ունեմ, հենց հիմա նույնը կրկնի հայերեն։ Նենց էր ջղայնանում, որ նույնը կրկնում էի հայերեն։ Դու մոքի ֆանտաստիկ երեխա եղել։ Ձեր ուժը, ձեր ամեն ինչը, ձեր թուլությունը, բայց նաև ուժը, որտեվ եթե ինքը այդ ուժը չտար, դուք երևի այդքան բան չկարողանայիք։ Չէ, ինքը միանշանակ ինքը։ Երեք մի աղջիկ զանգարել է ինձ, ասում է, ես գիտեմ, որ դու
Գաբիի համար գիրք է գրել տվել։ Ասում եմ ինչի։ Ասում եք ես չեմ գրել այդ գիրքը։ Ես չեմ գրել, որովհետև Գաբին կա։ Այո։ Գաբինա գրել, Գաբի պատմությունն է, այդ հոգևոր վիճակն է, ես ինքս ինձնով այդ աստիճանի խելացի ու չի կարա լինեի ու երևի թե չեմ էլ լինի երբեք, որովհետև այստեղ այդ դրա համար ես շատ եմ ուզում մարդկանց հասնի այդ մեսիջը, որ այս գիրքը նախ յուրաքանչյուր ֆիլմ, որը հասել է ֆանտաստիկ հաջողության, հա, ոնց որ ասեք, եկեք Տիտանիկը չնայենք, որովհետև նավը խորտակվելու է։ Ես մի հատ ասեմ, որ Վարդուհին գիրք է գրել եւ վերել է ինձ նվեր։ Ես ուզում եմ անպայման գիրքը ցույց տանք։ Նույն ձևի լուսավոր ձևավորմամբ այս նկարը իմիջիալոց ես շատ եմ սիրում։ Այդ իրա դրամահավաքի նկարն է, սիրո համախմբման նկարը։ Ու այս գույները իր այս ժպիտը շատ ճիշտ նկար է ընտրված։ Այս գրքի մասին է հիմա կխոսենք, արդեն կա վաճառքում, չէ՞։ Այո։ Վաճառվում է այժմ Հայ Post-ի բոլոր բաժանմունքներում եւ My Bookstore on-line գրախանութում, սակայն My Bookstore-ին կարաք մոտենաք եւ Կորյուն 19 հասցեում կա եւ զանգահարել, պատվիրել եւ արտերկրից զանգահարել, Instagram, Facebook այդ նու Հայ Post-ն էլ ոնց հասկանում եմ միջև աշխարհի Հայաստանի անսահման գյուղերով տարածել է։ Միջև ձեր խոսակցությունը ինչի մասին որ խոսում ենք, որ եթե տխուր բաների մասին ենք խոսում, հաղորդման սկզբում էլ ասեցի, մեր զրույցի սկզբում էլ ասեցի, որ ասում են, որ իմ զրույցներն էլ են տխուր, բայց ես այնց չեմ մտածում, սա տխուր չի, սա մեր կյանքն է, եւ մեր կյանքը մենակ չգիտեմ, աստղերի կյանքը չի, մենակ բարձրաշխարհիկ ճաշկերույթներն ու ցուցադրությունները չեն, սա է մեր կյանքը եւ տխուր չէ ուղակի իրականություն է, առավել եւս գիրքը, որ ես արդեն հասցրեցի թերթել ու հասկացա, թե ինչքան լուսավոր ու գունավոր է, ոնց որ Գաբին էր։ Ճիշտ եմ հասկանում, ինձ թվում է, որտեղ այո, գիրքը կարդալու եք իհարկե լինելու է հուզմունք, իհարկե լինելու է սրտի թրթիռ, բայց պատմությունների 80%-ը ավարտվելու է կամ ծիծաղով կամ ժպիտով։ Որովհետև այն ինչ որ ես ձեզ պատմում եմ, դա դե չգիտեմ 10%-ն եմ պատմում, 20%-ն եմ պատմում, այս պահին չեմ կարող վերլուծություն անեմ, որովհետև ես ձեզ ասում եմ, այս պատմությունը շարունակվում է։ Այս պատմությունը շարունակվում է, ես ասում եմ, Գաբի գիրքը կբարձրանա Արարատը, Գաբի հայրիկն ու մայրիկը ի սկզբանե որոշել էին, որ եթե մենք պետքա բարեգործներ դառնանք մեր կյանքի ընթացքում, բայց ոնց ենք դառնալու, դա հարց էր։ Հիմա Գաբին էլի տվեց ձեզ ուղի։ Այո։ Այս ուզում եմ ցույց տալ տունը, չէ՞, այս այն սկզբնական վիճակն է։ Հա։ Հենց սկզբնական, այսինքն բարձացանք սարեր։ Դիմացն էլ այսպես երևում է։ Այս պատուհանից։ Հա։ Դե ես AI-ով եմ արել, գումար չեմ ծախսել, սիրելիներս, ես ու քույրս ենք արել։ Այս նկարները բոլորը դուք եք արել։ Այո, ես ու քույրս մենք փորձեցինք պրոֆեսիոնալ դիմել։ Շատ հետո մենք հասկացանք, որ եթե մարդ Գաբիին չի ճանաչում, անհնար է ստանալ այն, ինչ որ ուզում ենք։ Բոլոր նկարները շատ կամ որ ֆոտոներից են, կամ որ պատմվածքից են։ Շատ սիրուն, բարձ ու անկեղծ է ստացվել, չգիտեմ։ Սա Ծիրան պատմությունների ֆանտաստիկ պատմություն է, Նյու Յորքում Ծիրան ենք գտել, չգիտեմ, երջանկության մեջ էինք։ Այսինքն ստեղ լրիվ Գաբիի պատմություններն են իրական։ Ամբողջությամբ իրական է ու ամբողջությամբ իր բառերն է, կարելի ասել իմ հոգեվիճակը խորհրդի է հետո վերածվում, բայց որ դուք ինձ ասեք, այս թեմայի մեջ ինչ ես գրել, Ծիրանի մեջ, ես գիտեմ այդ մի պահը
Մնացածը չգիտեմ, չեմ հիշում։ Ոչ թե չեմ հիշում, որ հիշողությունս վատ է, խոս վատ է, բայց դա մի բան էր, որ սենց ես ուղղակի գրում էի գալիս էր ու գալիս էր ու գիտեք ինչքան է եղել, որ ինձ ասել են, օրինակ ամուսինս ասել է, բա էս էլի օրինակ ասում եմ, «Էմիլ, չեմ կարող ավելացնել, ձեռս չի գնում, ես չեմ կարող ոչ ավել բառ գրեմ, ոչ պակաս բառ գրեմ»։ Ես գրքում իրոք ներողություն եմ խնդրում շատ մարդկանցից, ում անունը չեմ գրել, բայց երևի թե ես գրել եմ այն, ինչ հուզական կապը Գաբին ուներ։ Որտեւ ես որ նշեի, Աննա ջան, օրինակ, տեսեք, մենք այսօր կարող ունենանք այսպես մտերմիկ զրույց, ու այս ամենը լիներ այս դրանից հետո, մեր մտերմիկ զրույցից հետո Գաբի գրքերը տասնյակ հազարներով վաճառվեին, ու ես ձեր մասին չգրեի գրքում, դուք կարդայիք, մտածեիք ինչի՞ այդ չէ, ես հասկանում եմ։ Դուք հասկանում եք, բայց ուղղակի ասում եմ, այդ գրքում օրինակն եմ բերում։ Հնարավոր չէր գրել մի բառ, մի տառ, որը որ ես եմ որոշում ու կամ ինձ իմ ընկերն է ասում, այտենց չէր ստացվում։ Շատ մարդիկ են ասում, որ իրենց հարազատի, չգիտեմ, երեխայի կորստից հետո, հատկապես ես զրուցել եմ զոհված երեխաների մայրերի հետ, ասում են, որ իրենց կյանքը դրանից հետո ոնց որ իրենց երեխան է ուղղորդում ու ես հավատում եմ դրան։ Հիմա նույն պատմությունը նաև ձեզ մոտ է։ Այո, ոչ թե երևի թե վստահ եմ, այո, որտեվ էլի եմ ասում, երբ որ պետքա կոտրվեմ, ինչի Գաբին գյուղի տունը դարձրեց մի հատ մեծ պրոյեկտ։ Ուզում եմ անպայման խոսենք այդ գյուղի տան այդ ձեր պրոյեկտի մասին, որտեվ հրաշալի գաղափար է։ Ես ուզում եմ բոլորը իմանան եւ ուզում եմ բոլորը աջակցեն, որովհետեւ դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Իհարկե վստահ եմ դուք սկզբից չեք էլ պատկերացրել, որ դա այդքան է, բայց ուզում եմ, որ եթե լինեն մարդիկ անպայման աջակցեն։ Ինչի մասին է խոսքը, Վարդան։ Տեսեք, Գաբի դեպքից հետո ես սկսեցի ավելի շատ մտածել, թե ինչքան կարիքներ ունեն, կոչվում է պալիատիվ խնամք։ Ու տեսա նաև այդ խնամքը Հայաստանում ոչ Գաբիի հետ կապված, որտեղ մենք այդ խնամքը կարողացանք անել ու Գաբին շատ հզոր վիճակում չթողեց, որ հովանդությունը հասնի իր ուզածին։ Ու լինելով Ամերիկայում ես տեսնում էի պալիատիվ խնամքը, հետո սկսեցի շատ արժևորել ու կարևորել այն երեխաների կյանքը, ովքեր որ սահմանափակ ժամանակ ունեն, բայց այդ սահմանափակը ոչ օր, ոչ ամիս, ոչ տարի է, դա անհնար է, դրանք տարբեր նյարդաբանական, գենետիկ, քաղցկեղը, ասեմ, ամենաապահովվածն է, որտեղ կա կենտրոն իրանց համար ու այդ ու ես սկսեցի պատկերացնել այդ երեխաների ընտանիքները այս վերջերս երեք եմ հրապարակել մի բորշի պատմություն այդ մի բորշի պատմությունը դարձավ իմ համար ամենակարևորներից իմ ամուսնուս համար երբ որ Գաբի ընկերոջ մոտ էի Արեգի մոտ Ռոնալդոյի Արեգ են ասում բայց Գաբի սերն էր ես հանդիպեցի պալիատիվի բժշկին, եւս երկու անգամ տեսել եմ, բայց այդպես շփում չի ունեցել ու կարճ ասեմ, որ ինքը պատմեց այդ երեխաների խնդիրներին մասին, սպասարկում են 70 երեխա, բայց Հայաստանի մասշտաբով հազարավոր են, ես չգիտեմ։ Ու երբ որ Գաբին էլ վերջում մեզ ասեց՝ «Մամ, պապ, կօգնեք երեխաներին»։ Ու երբ որ ես եկա, ամուսնուս պատմեցի, որ բժշկուհի Անուշին տեսա Արեգի մոտ էի ու բժշկուհին պատմեց, որ մի երեխա այդ օրը բորշ է ուզել բժշկուց, ասել է Անուշ քուրիկ բորշ եմ ուզում բժշկուհուն։ Մի հատ հիացքանչ անձնավորություն է։ Ես գիտեմ, որ Արեգը գիշերվա 12-ին կանչում էր ու Անուշ քուրիկը գնում էր Արեգի մոտ։ Պալիատիվ խնամքը միայն, գիտեք, գումարի մեջ չի, ես ասեմ։ Շատ հաճախ խնամք է, մենք նախ կարա այդ երեխան ունենա ավելի որակյալ ցավազրկող,
Եթե երեխան ամիսներով պետքա պարկի, մեր հայկական դոշակը երևի պետքա փոխարինենք օրթոպեդիկ մատրասով, հա, մատրաս ներքնակ։ Դրանք շատ մեծ մանրուքներ են, որոնք շատ կարևոր են։ Թվում է մեզ համար մանրուք, այդ երեխաների ծնողների կողքին պետքա լինեն մարդիկ, ովքեր որ չպետքա թողնեն, որ իրանք այդ կործանվեն, որովհետև այդ բորշ ցանկացող երեխայի մայրը մահացել էր քաղցկեղից, իսկ հայրը շատ վատ վիճակում էր։ Ու երբ որ ես եկա ամուսնուս ասեցի սենց բան, ասեց վերջ, ուրեմն մենք կառուցում ենք մի համալիր ու դառնում ենք այդ երեխաների ոչ բոլոր, միգուցե ֆանտաստիկ է մեր կյանքում, միգուցե բոլորին է կարողանանք, բայց դառնում ենք մի զանգվածի օգնող ձեռքը, ուժը, ես պատրաստ եմ որպես մայր, այո, լինել իրանց կողքին, իրանց մամաներին ու պապաներին օգնել, հայրիկներին, բացատրել, երեխաներին ուրախացնել, ու այս համալիրը, որը որ կառուցվում է, այո, մենք չենք մտածում, որ մենք այսքան ծախսենք, այդքան մեծ գումար է լինելու։ Այսինքն Վարդուհի, այս գեղեցիկ տարածքում հիմա արդեն 3 տուն են այնտեղ։ Այս գեղեցիկ տարածքում, հաղարծինում իրականացնում եք Գաբի ցանկությունը եւ նպատակը եւ երազանքը եւ նաեւ իր ուղղորդմամբ մյուս երեխաներին օգնելու համար։ Այո, շահույթը միջև իմ ու իմ ամուսնուս ես բժշկու հետ եմ խոսել, պալիատիվ խնամքի բժշկու հետ եմ խոսել, ես ու իմ ամուսինը միջև մեր կյանքի ավարտը կփորձենք զարգացնել պալիատիվ խնամքը Հայաստանում, լուսաբանել, որովհետև այդ երեխաներն ու ընտանիքները ամենախոցելին են ու ես ուզում եմ, ես շատ եմ ուզում, այտենց լուսավոր իրանց դժվար չի ինձ ճանապարհել։ Շատ կուզեմ, որ պրոյեկտին օգնեն, որովհետև մենք դեռ չենք կարողանում ավարտել, ընդլայնվել է։ Հա, որտեղ իրականում շատ մեծ բանի մասին եք մտածում։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր այս զրույցից հետո անպայման կլինեն մարդիկ, ովքեր կարողանան, կցանկանան միանալ այս գաղափարին, որտեղ սա գովազդային գաղափար չէ, սա ուղղակի մարդկանց օգնելու մասին է եւ հուսով եմ կգտնվեն նման մարդիկ։ Ես էլ գիտեմ, եթե պետքա լինի, ուրեմն կլինի։ Այդ կառույցը, կիսակառույց էլ մնա, ինչ որ բան կլինի։ Եվ կուզեմ նշել, որ շատ կարևորում եմ դա, Գաբիի սիրելի հետևորդներ, ինչպես ինքն էր ասում, ու ես վատ է իսկում այդ բառից։ Հիմա արդեն սիրելի հետևորդներ սովորել եմ։ Հայ որ բալաճանցի, ինչ հետևորդ։ Հələ մենք հետևորդ չունենք այս ժամանակ, բայց ես իմ գրքի հասույթը էլի նոր որոշումը ամբողջությամբ ուղղելու եմ այդ շինարարությանը, որովհետև եթե ուզում ես լինել բարեգործ, առաջինը դու ինքդ պետք է սկսես, մեծ ներդրումը դու անես, ու ես չասեմ վստահ եմ, բայց ես զգում եմ, որ ես մի բան կանեմ։ Ես էլ եմ զգում, որ մի բան կանեք եւ այդ բանը վստահ եմ շատ լավ կանեք, որովհետեւ Վարդուհի այն ամենը, ինչ ձեզ հետ կատարվել է եւ այն ուժը, որ հիմա դուք ստանում եք, դեռևս ստանում եք Գաբիից, նրա ուղղորդմամբ, հաստատ հասնելու է իր նպատակին։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Գաբիի մասին գիրքը արդեն կա վաճառքում, կարող եք ձեռք բերել եւ այս գրքի ամբողջ ստացված գումարը գնալու է եւս մեկ լավ նպատակի կառուցման այն շենքի, որտեղ պալիատիվ բուժօգնություն է իրականացվելու։ Շենքում չէ իրականացվելու, այլ շենքի հասույթը պալիատիվի երեխաները հազարավոր են։ Հասկացա, շենքի հասույթը։ Այնպես որ բոլորդ միացեք եւ անգամ ամենափոքր ներդրումը կարևոր է այս պարագայում։ Վարդուհի, մենք եթե խոսենք, ինձ թվում է երկար ժամերով դեռ կարող ենք խոսել, որտեղ Գաբիի մասին այնքան բան կա պատմելու։ Այսքանով այս անգամ փորձենք սահմանափակվել, վստահ եմ եւս մեկ անգամ հանդիպելու ենք արդեն խոսելու իրականացված ձեր բոլոր ծրագրերի մասին։
Աստված առաջ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շատ շնորհակալ Աննա ջան, անկեղծ զրույցի համար։ Տեսեք, ես ես ասացի, որ ես այսօր զգում եմ, որ մեր խոսակցությունը պարուրված է լինելու ժպիտով։ Մի անգամ եմ լաց եղել։ Ես էլ փորձեցի։ Մի անգամ էլ իմ մոտ ստացվեց։ Բայց այո, ուզում եմ բոլորս Գաբին հիշենք պայծառ եւ հասկանանք, որ մենք շատ բաներ դեռ չգիտենք եւ գուցե այո, այնտեղ կյանքը շատ ավելի երջանիկ է, քան այստեղ։ Գուցե չէ, եթե չլիներ հավերժությունը, իստում այս կարճ կյանքում շատ աննպատակ կլիներ ապրելը ու շատ վախենալու։ Եթե մենք չենք հավատում այն նրան, որ կա հավերժություն ու կա այդ շքեղ մաքուր վիճակը, սարսափելի է այս մի քանի տարիները, որ մենք ապրում ենք։ Ես ոչ թե հավատում եմ, այլ գիտեմ։ Մարդկա հավատում է, ես գիտեմ։ Շնորհակալ եմ, Վարդան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Անկեղծ զրույցի համար։ Իսկ մենք կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։